Երևան այցելության վերջին կանգառում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը հաստատեց Ալիևի հետ հանդիպմանը իր գլխավորած պատվիրակությունն առաջ կբերի հայ գերիների հարցը։ Վենսը տեղեկությունը փոխանցեց ու կառավարական օդանավ բարձրացավ դեպի Բաքու ուղղություն վերցնելով։ Ալիևի հետ հանդիպման մասին լուրերը Երևան հասան ժամեր չանցած։ Վենսը Բաքվում միանգամից հիշատակել է Սյունիքի ամերիկյան ճանապարհը, ասել է, կարծում է, թե առաջիններից է, ով թռչել է Թրամփի անվան խաղաղության ու բարգավաճման երթուղով։ Մինչև այս Ադրբեջանն Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրեց, երկկողմ հարաբերություններին ինստիտուցիոնալ տեսք հաղորդեցին, հստակեցրին համագործակցության շրջանակը։ Ըստ Ալիևի, սա քրտնաջան աշխատանքի արդյունք է, իսկ Վենսի խոսքը դարձյալ հայ-ադրբեջանական խաղաղության մասին է։ Ուզում են այն վերջնական հաստատող փաստաթուղթը կայուն լինի։ Թրամփը, Փաշինյանը եւ Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Երևանում միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ հայտարարություն, Բաքվում ռազմավարական գործակցության խարտիա։ Նահանգներից ինչ բերեց իր հետ տարածաշրջան Թրամփի տեղակալը։ Մասնագետների խոսքով ակնհայտ է, Հարավկովկասում ամերիկյան թեկուզ մինիմալ նախապատվությունը Ադրբեջանի վրա կանգ առավ։ Չափազանց կարևոր է դրա կատարողականը եւ պետությունը ինչպես է կարողանում դա կապիտալիզացնել։ Եթե հիպոթետիկ Հայաստանը մի քանի անգամ ավելի դոմինանտ փաստաթուղթ ստորագրեր Միացյալ Նահանգների հետ, նորից կարևոր է լինելու դրա կատարողականը եւ կապիտալիզացիան տվյալ փաստաթղթի։ Այստեղ ասել է, թե հակառակ կողմից իշխանականները սովորաբար հիշեցնում են, որ Հայաստանը եւս Ամերիկայի ռազմավարական գործընկերներից է, ավելին դեռ նախորդ տարեսկզբից։ Սպիտակ տնից հեռացող Բայդենի վարչակազմի հետ ստորագրած փաստաթուղթը նկատի ունեն։ Ուրեմն, եթե տարածաշրջանում եւ մենք եւ Ադրբեջանն Ամերիկայի ռազմավարական գործընկերն ենք, բայց քաղաքագետն ասում է, ցանկացած փաստաթղթի ոչ միայն զուտ բովանդակությունն է պետք գնահատել, այսինքն այնինչ գրել են, այլև թե սպիտակ թղթի սև թանաքը հողի վրա որքան իրական կդառնա, հիմա ում շանսերն են ավելի ռեալ, մեր թե Բաքվի։ Բայդենի վարչակազմից հետո անցել է տարուց ավել ժամանակահատված եւ այդ ընթացքում մենք որակյալ փոփոխություն արդյոք տեսնում ենք թե ոչ։ Ընդամենը մեկ մասնավոր ընկերության ներդրման մասին կարող ենք այս պահին խոսել, ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ցավոք սրտի մենք ունենք այդ պրակտիկան, որ Ադրբեջանը հատկապես վերջին տարիներին բավականին ակտիվորեն կարողանում է ռեալիզացնել իր շահերից բխող ցանկացած պայմանագիր։ Այսուհանդերձ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունն իր առաջին արդյունքներն ունի, ինչպես հենց Հայաստանի վարչապետը ձևակերպեց, երբ իրեն ու Վենսին Բաղրամյան 26-ում ներկայացնում էին V-Bait հետախուզական անօդաչուները, որոնք $11 միլիոն գնել ենք Միացյալ Նահանգներից։ Ինչ դիրք կբռնի Ալիևը, կանգնելով Երևան-Վաշինգտոն այս փոխգործակցության առջև։ Ռազմական պատմաբանը նշում է, Ալիևը կարող է, այսպես ասենք, ուրիշ աչքով նայել գործարքին, բայց միևնույն ժամանակ մասնագետը նաև հիշեցնում է, օգոստոսության գագաթնաժողովին Ամերիկան վերացրեց Ադրբեջանին զենք զինամթերք վաճառելու արգելքը 907 բանաձևը։ Ուրեմն, եթե հիմա մեզ մինչև 20 ԱԹՍ են վաճառում, ապա Բաքվի ռազմատենչ առաջնորդին գուցե մի ամբողջ ամերիկյան զինապահեստ հետաքրքրի։ Ամերիկացիները պատրաստվում են Ադրբեջանի շատ ավելի ծավալուն ռազմական համագործակցություն իրականացնել եւ մինչեւ այժմ էլ որոշ չափով իրականացրել են։ Այնպես որ այն ինչ որ մեզ է տրվում, 10 քանը Ադրբեջանին է տրվել։ Արգելքները բոլոր տեսակի հանված են եւ ամերիկյան կողմից էլ ընդգծված է, որ Ադրբեջանը իրենց համար ռազմավարական գործընկեր է եւ վաճառելու են Ադրբեջանին ռազմական տեխնիկա։ Շատ ավելի մեծ մասշտաբների մասին է խոսքը լինելու, քան այս $11 միլիոն։ Դարձ ի շրջանս յուր, Վենսը հայ գերիների մասին Բաքվում խոսել է, պաշտոնապես հաստատել է նրա խոսնակը։ Ինչ է ասել Ալիևը ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությանը։ Տեղեկություններ չկան, լուրը ոչ Սյունիքի Թրամփի երթուղին, ոչ էլ այլ ճանապարհ չի կտրել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։